Բարեզ շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Քաղաքական դաշտում ակտիվ քննարկվում են իշխանության նպատակադրած սահմանադրական մեծամասնությունը, դիմության հնարավոր կոնսոլիդացիաները, ինչպես նաև խաղաղության օրակարգի եւ տարածաշրջանային նախագծերի իրատեսականությունը։ Այս հարցերի շուրջ զրուցելու ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արփինե Դավոյանի հետ։ Տիկին Դավոյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ընդդիմադիր դաշտում արդեն կոնսոլիդացիաներ են ձևավորվում, Սամվել Կարապետյանի ուժը դաշինքով է մասնակցում, Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը ևս, Գագիկ Ծառուկյանն է առաջարկ Հայաստանի ծրագրով մեկ ցուցակով մասնակցելու, բայց տարբեր գործիչների ներգրավմամբ, եւ հրապարակվում են հարցումներ սրան զուգահեռ, որոնց համաձայն, եթե այդ ուժերը հետընտրական շրջանում այսպես ընդհանուր կոնսոլիդացիա կազմեն, դաշինքներ կազմեն, ապա կարող են հասնել իշխանափոխության։ Ինչպես եք գնահատում այս զարգացումները եւ արդյոք տեսնում եք իրական քաղաքական ռիսկ ձեր ուժի համար, եթե ընդդիմությունը կարողանա միավորվել ընտրություններից հետո։ Շատ կարևոր բաց մնաց ձեր խոսքի եւ հացի մեջ, դա մարդկանց նախընտրական, ձեր նշած անձանց նախընտրական ցուցակների բովանդակությունը, որովհետեւ հաջողության հասնելու համար դու երբ որ ես ընդհանուր այդ երեքին միասին ուզում եմ ասել առաջարկ Հայաստան, այս պահին այդպես մտքովս անցավ, եթե դու բան ունես առաջարկելու Հայաստանին, ապա քո ընտրացուցակները պիտի այնպեսին ձևավորես, որ այդ առաջարկը մարդկանց հետաքրքիր լինի։ Սակայն երբ քո առաջարկի մեջ զուտ տեղափոխություններ են եւ հիմա գործող օրինակ Հայաստան դաշինքի падգամավորը տեղափոխվում է Գագիկ Ծառուկյանի մոտ, երբ պատիվ ունեմի падգամավորը հայտնվում է Գագիկ Ծառուկյանի ցուցակում, կամ նախկինում նորից Հայաստան դաշինքի падգամավոր Վարդևանյան Արամը հայտնվում է Հայաստան Էլիբանում, Ուժեղ Հայաստանի ցուցակում, ու սենց անընդհատ տեղափոխություններ, տրանսֆերներ են տեղի ունենում, դրանից հետո խոսել, որ այս ուժերը կարող են կոնսոլիդացվել, ես լույս չեմ համարում, որովհետև երեկ էր թե այսօր, ոնց որ այսօր առավոտյան ինչ-որ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, մեկ դաշինք փլուզվեց դեռևս չկայացած այդ միասնության թևեր ու հայակվեն, շրնդալից միավորվեցին, որոշեցին, որ դառնում են Հայաստանի Հանրապետության վարչապետ, հեղափոխություն են անում, մեկ էլ հիմա պարզվեց, որ այլևս չեն կարողանում իրար հետ չհամագործակցած, արդեն համագործակցությունը դադարեց։ Այս խճանկարը տեսնելով ձեր հարցի պատասխանը կարծում եմ, որ իմ կողմից պարզ պիտի լինի, լուրջ չեմ վերաբերվում։ Տիկին Դավոյան, բայց օրինակ Գյումրիում էլ կային տարաձայնություններ, ասվում էր, որ այդ ուժերն ունեն տարաձայնություններ, անգամ մինչև ընտրությունները նշվում էր, որ դժվար բացառվում է, որ այսպես գնան եւ միավորվեն, բայց մենք տեսանք, որ ընտրություններից հետո միավորում եղավ։ Հիմա արդյոք այդ ձեր ասած, չգիտեմ, տարաձայնությունները դրանք կլինեն գաղափարական կամ անձնային, որը որ դուք նկատի ունեք, արդյոք խանգարեն, եթե նրանք հասնեն ինչ-որ ցուցանիշի եւ հնարավորություն ունենան մեկ ամբողջությամբ ավելի շատ հավաքել, քան իշխող կուսակցությունը։ Ես հասկանում եմ, դուք ինչ նկատի ունեք, կարող եմ նույնիսկ վերաձևակերպել իմ ձևով, ասելով, որ արդյոք կգտնվի Մարտուն Գրիգորյան այստեղ, որը որ այդ Գյումրի երկու սցենարը կապահովի, ես կարծում եմ, որ ոչ։ Նախ իրենք այդքան ձայն հավաքելու շանս չունեն եւ խնդրում եմ սա որպես մեծամիտ պատասխան չընկալել, որ մենք ավելի շատ ձայն ենք հավաքելու, քան իրենք, ուղղակի զուտ հաշվի առնելով, թե ինչ եւ ովքեր եւ ինչ են առաջարկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ես դրա համար չեմ տեսնում նման շանս, որովհետեւ եւ չեմ տեսնում նաեւ նման շանս, որ նրանք կարող են միավորվել։ Իհարկե նրանք միավորվելու են Ռոբերտ Քոչարյանի շուրջը, եթե միավորվեն, որքան էլ որ ժխտեն, որովհետեւ նույն ժխտողական քաղաքականությունը Գյումրիի ժամանակ էր, մենք չենք միավորվի, ես այդ հաց չեմ կիսի, ես այդ մատաղուտելու չեմ գնա։ Այո, հիմա էլ Բարգավաճ Հայաստանը հայտարարեց, Ուժեղ Հայաստանն է հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանին չեն միավորվի։ Հա, մենք իրար հետ մատաղուտելու էլ չենք գնա, սակայն երբ գա իշխանություն, ձայն չենք տալու, այո, սակայն երբ որ օրը գալիս է եւ երբ տեսնում են, որ ինչ որ մի բան կարող են անել, լավ էլ միավորվում են եւ սկզբունքները դնում են մի կողմ, որտեղ ի սկզբանե սկզբունքների բացակայությունը եղել է եւ շարունակում է մնալ։ Կտեսնենք ինչպիսի ձայների բաշխվածություն կլինի, շատ ջանք պիտի գործադրեն այս գործընկերները, որպեսզի գրավեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համակրանքը եւ քվեն, որովհետեւ առաջարկ չունեն,
Ես առավոտյան նայում եմ Գագիկ Ծառուկյանի առաջարկը եւ իմ համար աբսուրդ էր։ Մարդը եկել է լուրջ դեմքով ասում է, որ մարդիկ գնում են վիրահատվելու եւ գումար չունեն։ Մենք առողջապահական ապահովագրություն ենք ներդրել եւ մարդիկ առանց որևէ գումար ծախսելու կարող են իրենց ծախսերը հոգալ, իրենց առողջական խնդիրները հոգալ։ Մարդը հիմա նոր խոսում է, որ առողջապահությունը պիտի անվճար լինի։ Նաեւ ժամանակավրեպ են իմ կարծիքով, հետևելով նրանց քարոզած խոսույթը, հետևաբար տեսնենք, թե հիմա էլ ինչ կմիավորվի, ինչ կփլվի, օրակարգ չունեն մեր գործընկերները ընդդիմադիր եւ իրենց օրակարգը կախված է մեր օրակարգից։ Տիկին Դավան, դուք հայտարարում եք, որ սահմանադրական մեծամասնություն ձևավորելու խնդիր եք դնում ձեր առջև, այսինքն շուրջ 67% մոտ, ըստ այդմ մոտ 70 մանդատ։ Այսպիսի արդյունքներ գրանցելու պոտենցիալ տեսնում եք հիմա եւ դա չի հանգեցնի քաղաքական մենաշնորհի։ Չէ, դա չի հանգեցնի քաղաքական մենաշնորհի, որովհետև մենք չենք ասում, մենք լինելու ենք միակը եւ երկրում ընդդիմություն չի լինելու, մենք չենք կարող նման բան ասել եւ ցավում եմ, որ այս ընդդիմադիր պատկերով մենք ունենալու ենք նորից խորհրդարան, որտեղ էլի տեղափոխված ինչ որ մարդիկ են գալու, բովանդակությունը չի փոխվելու։ Ոչ, մենաշնորհ չկա իշխանության, մենք ուղղակի գնում ենք ժողովրդի մոտ, խնդրում ենք իրենց քվեն, մենք ներկայացնում ենք մեր կատարած աշխատանքը եւ ասում ենք մեզ նորից շանս տվեք շարունակելու այն ամենը, ինչ սկսել ենք, շարունակել կառուցել դպրոցներ, ճանապարհներ, առողջապահական ապահովագրությունը բարելավել եւ անել այն, ինչ որ մենք ուզում ենք անել եւ անվտանգությունը երկրի ամրապնդել, խաղաղությունը ամրապնդել, տեր կանգնել մեր խաղաղությունը, սա է մեր ասելիքը։ Ձեր նախընտրական ծրագրի դրույթներից մեկը հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունն է։ Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան վերջին հանդիպումից հետո իսկապես կարծում եք այդպիսի քաղաքականություն հնարավոր է, որովհետեւ ուղիղ ասացին, որ չեք կարող գնալ Եվրամիություն, եթե ԵԱՏՄ-ի կազմում եք, եղան շատ փորձագետների գնահատմամբ ուղիղ սպառնալիքներ անգամ, թե այդ հանդիպման ընթացքում այսպես ուղերձներ եղան, թե այդ հանդիպումից հետո արդյոք հնարավոր է աշխարհաքաղաքական այս իրավիճակում հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն։ Այս հանդիպումից առաջ էլ չեն եղել արդյոք նման խոսակցություններ։ Եկեք փաստենք, որ եղել են։ Այդպես կսմիթներ, նման խոսակցություններ եղել են եւ սա նորություն չէ եւ այո մենք շարունակելու ենք հենց այն ինչը որ գրել ենք, այո հավասարակշռված եւ հավասարակշռման քաղաքականությունը մեր գերնպատակն է արտաքին ճակատում, որը Հայաստանի Հանրապետության խաղաղ զարգացման գրավականներից մեկն է։ Ես չեմ ուզում կարծել, որ մենք կունենանք լուրջ սպառնալիքներ, որովհետև մենք բոլոր երկրների հետ, այդ թվում եւ Ռուսաստանի ունենք բարեկամական հարաբերություններ եւ այդպիսին էլ շարունակելու ենք։ Դուք ասում եք, որ եվրոպական չափանիշներով երկիր դառնալու համար կիրականացնեք բոլոր բարեփոխումները, կընդունեն Եվրամիություն շատ լավ, չեն ընդունի էլի շատ լավ։ Այդ պահին էլ կիմանաք, որ օրինակ Հայաստանը եվրոպական չափանիշներով երկիր է դարձել։ Այստեղ գալիս է ընդդիմության հարցը։ Ասում են դուք չունենալով հարցի պատասխանը, թե արդյոք Հայաստանին սպասում են Եվրամիությունում, թե չեն սպասում, փչացնում եք հարաբերությունները ավանդական դաշնակցի հետ։ Դե ընդդիմության այդ ավանդական հարցը, ավանդական դաշնակցի վերաբերյալ անկախ Եվրամիությունից եւ անկախ որևէ բանից անդադ օրակարգում են իրենք պահում, որովհետեւ Հայաստանի Հանրապետության բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրենք որևէ կերպ չեն կարողանում պատկերացնել, իրենք այլ պայմաններում են դարձել զբաղվել քաղաքականությամբ ժամանակին եւ չեն կարողանում պատկերացնել, որ կարելի է բոլոր երկրների հետ ունենալ հարաբերություններ եւ կախված չլինել մեկ երկրից։ Հետեւաբար Եվրամիությունում մեզ սպասում են, թե չեն սպասում, մեր հետագա գործունեությունը եւ անդամակցությունը Եվրամիությանը ինչպես կձևավորվի, ինչպես կընթանա, դա որևէ բանի չի խանգարում եւ ես խորհուրդ եմ տալիս մեր բոլոր ընդդիմադիր գործընկերներին ուղղակի հանգիստ զբաղվել իրենց գործերով եւ մտածել իրենց մասին, մենք էլ կմտածենք Հայաստանի Հանրապետության մասին։ Իսկ դուք այս փուլում նկատում եք արտաքին քաղաքական ազդեցություն Հայաստանի ներքաղաքական կյանքում, դա ձեր գնահատմամբ կլինի ինչ որ կուսակցությունների ներգրավմամբ, թե այլ գործընթացներով եւ քայլերով։ Դե դուք հիմա ինձ մի հարց եք տալիս, որի պատասխանը բոլորս գիտենք։
եւ դա հենց այլ երկրի քաղաքացիություն ունեցող Սամվել Կարապետյանի մասնակցության խնդիրներն էր, որը նույնպես Ռուսաստանի Դաշնության նախագահը բացատրեց, իհարկե այդտեղ կար հարց, իմ ձեր հարցի պատասխանը հենց այդտեղ էր ամփոփված, սակայն Հայաստանի Հանրապետությունում քաղաքականությամբ կարող են զբաղվել, այսինքն ակտիվ քաղաքականությամբ առաջադրվել խորհրդարանական ընտրություններում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ ոչ ոք, այլ ոչ ոք, դրա համար այլ միջամտությունները թե որքանով կլինեն եւ որքանով կստացվեն, կտեսնենք հունիսի 7-ից հետո։ Բայց այդ մասով օրինակ Ռուսաստանն ասում է ունեն հսկայական Հայաստանն ունի հսկայական հայկական սփյուռք Ռուսաստանում ավելի քան 2 միլիոն մարդ։ Հետևաբար Հայաստանի ղեկավարության ընտրած առաջնահերթություններն իրենց համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում, սա իրենց նախագահի խոսնակն է ասել, ինչպես է գնահատում այսպիսի ուղերձները։ Ես կարծում եմ, որ իրենք ուղղակի ուշադիր հետևում են, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև իրենք նշում են, որ մենք հետևում ենք նաև ընտրական գործընթացներին, իրենք ասացին նաև հետևում են ընտրական օրենսգրքում փոփոխություններին, որը տեղի ունեցավ 2 օր առաջ արտահերնիստում եւ ուշադիր հետևում են։ Ես կարծում եմ, որ շատ նորմալ է, գործընկեր երկիր են, թող հետևեն։ Մենք էլ շարունակենք մեր գործերը, մեր աշխատանքները, մեզ մոտ շատ կարևոր քաղաքական շատ բուրըն շրջան է եւ բոլորս շատ անելիքներ ունենք։ Քանի որ խոսեցիք ընտրական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններից, այս շաբաթ ըստ էության ամենաքննարկվող հարցերից մեկն էր դա նաեւ քաղաքական դաշտում։ Ընդդիմությունն ասում էր իշխանությունը հապճեպ բերեց, իշխանությունը վախենում է անձնանուններից, դրա համար բերեց եւ ընտրական օրենսգրքում փոփոխություններ արեց, որպեսզի անձնանուններով դաշինքներ չլինեն։ Ձեր արձագանքն ու գնահատականը։ Ես էլ այլ հաց եմ ուզում տալ ընդդիմությանը, եթե անձնանունները ձեզ համար այդքան կարևոր չեն, ինչու եք այդպես հուզվել։ Եթե դուք ունեք բավականին բարձր վարկանիշ ըստ ձեզ, եթե երբ որ ձեր վարկանիշային աղյուսակի տոկոսները գումարում ենք, նույնիսկ 101% է դառնում, 100% էլ չի դառնում, ապա ինչ կապ ունի, թե դուք ինչ անվանումով կարող եք գնալ։ Ցանկացած անվանում էլ քաղաքացին ձեզ կասոցացնի անվանման հետ եւ կգնա ձեզ կընտրի։ Եվ այս խոճապը, այս ողջավորությունը չեմ կարողանում հասկանալ։ Որևէ մեկ անձնանուններից չի վախենում, ուղղակի կուսակցությունների կայացման համար դա շատ կարեւոր է, որ կուսակցությունը պիտի կայանա իր սեփական անունով, ոչ թե ինչ-որ մեկի ազգանունով, ինչ-որ մեկի անունով, եւ այդպես ձևավորվեն ժամանակավոր դաշինքներ, կիսատ-պարատ դաշինքներ, եւ այդ դաշինքները հենված լինեն ինչ-որ մեկի անվան վրա, ինչ-որ առաջի համարը լինի ինչ-որ մեկը։ Դուք եւ այդ ասողների գլխավոր ասողներից մեկը, որը Կարապետյաններն են, որոնք Կարապետյաններն են, դուք ինչ խնդիր ունեք, եթե դուք ուզում եք ձեր առաջնորդի անունով անվանել դաշինքը, բայց ձեր առաջնորդը սահմանադրական արգելք ունի առաջադրվելու, ապա ինչ խնդիր ունեք այլ անունով հանդես գալու։ Ոչ նա կարող է առաջադրվել, ոչ նա կարող է որևէ պաշտոնի հավակնել, հետևաբար խնդիրը որն է։ Ընտրեք ձեզ համար մի անուն եւ այդ անունով գնացեք, քանի որ ըստ ձեզ ունեք շատ մեծ եւ ապշեցուցիչ վարկանիշ, գնացեք եւ ձեր վարկանիշի հետևից մարդիկ կգան։ Տիկին Դավյան, ձեր ծրագրում նաև նշել եք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պաշտպանում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը եւ պատրաստվում է հեռացնել մեջբերում եմ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետին եւ սահմանված կարգով ընտրել կաթողիկոսական տեղապահի։ Այս ընթացքում նման փորձեր էլի եղան, թե սա էլի փորձ է լինելու, որովհետև ձեր քաղաքական թիմը նման նախաձեռնությամբ հանդես եկավ շատ ակտիվորեն գործընթացներ եղան, բայց հիմա կարծես թե որևէ բան տեղի չունեցավ եւ տեսնում ենք հիմա կուսակցության նախընտրական ծրագրում։ Դե նախընտրական ծրագրում գրվածները կարծում եմ պիտի իրականացնել ընտրություններից հետո, եթե ունենաս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների
քվեն, որը բացարձակ մեծամասնությունը, քվեների մեծամասնությունը եւ անցնես քո ծրագրի կետերի կատարմանը։ Հիմա ես կարծում եմ մենք միասին այս թեմայով կարող ենք զրուցել հունիսի 7-ից հետո, եթե մենք դառնանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նախընտրած քաղաքական ուժը եւ խոսենք մեր ծրագրի կետերի կատարման մասին։ Այս մասով, քանի որ սա նորություն չէ։ Բայց կարծում եմ, որ դա ճիշտ է, որ առաջնահերթություն է, այո։ Քանի որ այս մասով սա նորություն չէր, ձեր ընդդիմախոսները ասում են, որ նման գործընթացները իրենք գնահատում են հակասահմանադրական, որովհետև դա ըստ նրանց միջամտություն է եկեղեցու ներքին գործերին։ Ես կարծում եմ, որ եկեղեցին վաղուց է հակասահմանադրական գործունեություն ծավալել, մասնակցելով եւ միջամտելով քաղաքական գործընթացների, սկսած 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո շատ ակտիվ ներգրավված է քաղաքական process-ների մեջ եւ հետեւաբար մեղադրել իշխանությանը եկեղեցու ներքին գործերին խառնվելու մեջ պիտի նախ եւ առաջ հետ գնալ, վերլուծության ենթարկել եկեղեցու գործունեությունը, նրանց հակասահմանադրական քայլերը, հետո գալ համադրել, հասկանալու համար թե ինչ է տեղի ունեցել։ Իսկ ընդդիմախոսները դա պիտի ասեն, որովհետեւ եթե կա մի ուժ, կա մի անհատ, կա ինչ-որ մեկ Հայաստանի Հանրապետությունում, որը խոսում է ընդդեմ իշխանությունների, որը իշխանություններին քննադատության է ենթարկում եւ այդ քննադատությունը լինի ավելի սուր, ավելի տգեղ եւ շատ վատ ձևակերպված, ապա մեր ընդդիմությունը պիտի ծափողջուններով դա ողջունի։ Ամփոփելով մեր զրույցը, Տիկին Դավան, ի վերջո այս ընտրություններին մեր քաղաքացիները կտեսնեն գաղափարների պայքար, թե ամեն դեպքում նորից անձնավորված, նորից վիրավորական գնահատականներով ընտրություններ են տեղի ունենալու։ Որպես ամփոփում ասեմ, եթե մենք տեսնում ենք, թե ընտրություններին ովքեր են հայտ ներկայացնում մասնակցել, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժ, Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժ եւ Սամվել Կարապետյանի Զարմիկի գլխավորած ուժը, փաստացի, նա է իրենց վարչապետի թեկնածուն, եւ այստեղ ես չեմ կարող տեսնել գաղափարների պայքար, որովհետեւ այս մարդկանց ցուցակներում, այս 3 ցուցակները, եթե այսպես համադրենք, այսպես միացնենք իրար, կդառնա մեկ ցուցակ, որը որևէ կերպ չի հակասի մյուսի սկզբունքներին։ Այս 3 ցուցակներն էլ նույն մարդկանց եւ նույն գաղափարների մասին են։ Որևէ բան չի փոխվել։ Այստեղ չկան գաղափարական մարդիկ, որոնք Հայաստանի Հանրապետության զարգացման ուղիներ են փնտրում եւ պատրաստ են ինքնազոհողության, օրինակ հանուն Հայաստանի Հանրապետության, պատրաստ են հրաժարվել ինչ-որ բանից։ Ռոբերտ Քոչարյանը իր փողերն է ուզում պաշտպանել։ Գագիկ Ծառուկյանը չգիտեմ ինչ է ուզում անել, ասում է հին դեմքեր պետք չեն քաղաքականության մեջ, սակայն իրենով սկսած ամբողջովին հին դեմքերի մի ամբողջ ցուցակ է։ Սամվել Կարապետյանի Զարմիկի ուժը ասում էր մենք միայն նոր դեմքերով ենք գալու, բայց այնտեղ կարևոր պատվավոր երկրորդ հորիզոնականում տեսնում ենք Արամ Վարդեվանյանին, այլ մնացածին չեմ ուզում անդրադառնալ։ Հետևաբար այստեղ են ասում, որ նորը ասացվածք կա, չէ, որ նորը լավ մոռացված հիմն է։ Հիմա կարող ենք խոսել նրա մասին, որ լավ մոռացված հները կամ քիչ մոռացված հները վերադարձել են նոր անվանումներով եւ նոր ցուցակներով, որպիսի առաջարկեն Հայաստանին իրենց ծառայությունները, սակայն ոչ թե ազնվորեն, ոչ թե գաղափարական, այլ այնպես, ինչպես իրենք կարող են։ Ոչինչ չի փոխվելու, նույն ձայնապնակը գալու են նորից երգեն։ Ոչինչ չի փոխվելու, ցավում եմ, որ մեր ընդդիմությունը այսպիսին է եւ մենք չունենք մտքեր, պայծառ մտքեր առաջարկող գաղափարական ընդդիմություն։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արփին Էդավոյանն էր։